Սպանություն, որ եւ արդար էր եւ արդարադատ, պատմական դատ, որ հետք թողեց աշխարհի վրա։ 1915-ին իր ընտանիքի կոտորածը տեսած տղան տարիներ անց վրեժ էր լուծելու գնդակահարելով ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին։ Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալյաթին, բայց ասաց, որ մարդասպան չէ։ Բարոյական դիլեմայի համատեքստում աշխարհն ընկալեց։ Նա սովորական հանցագործ չէ եւ կատարվածը յուրօրինակ դատաստան է 100 հազարավոր անմեղ մարդկանց դեմ ծրագրված ցեղասպանության համար։ 12-ժամյա դատավարությունից հետո գերմանական դատարանն արդարացրեց Թեհլերյանին։ Նրա դատը ազդեցություն թողեց միջազգային արդարադատության վրա որպես վրիժառության չտեսնված օրինակ։ 1921-ի մարտի 15 առավոտ հայ վրիժառուն Հարդենբերգ փողոցի վարձած տան պատուհանից տեսնելով տնից դուրս եկող Թալյաթին ատրճանակը վերցնում ու վրա է հասնում։ Զուգահեռ մայթով արագ քայլում առաջ է անցնում ու գնդակը գամում սարսափահար Փաշայի գլխին։ Ես ինձ մեղավոր չեմ զգում։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Թուրքական էլիտայի պարագլխին ոչնչացնելու գաղափարը Սողոմոն Թեհլերյանի մոտ ծագել է 1916 թվականին, երբ երիտասարդ կամավորականը զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկաքաղաք տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված ու ավերակ դարձած։ Թուրքերը սպանել էին նրա մորն ու եղբորը, իսկ մյուս եղբորն ու քույրերին առևանգել։